Բալենի, ծաղկած բալենի, գիտեք ինչքան առողջարար է, նույնիսկ Ճապոնիայում կա հատուկ բալենիների փողոց, որտեղ դու գնում ես ամբողջովին ծաղկած բալենիները քեզ ժպտում են, հոտը շնչում ես, առողջարար է և թոքերի, և սիրտանոթային համակարգի, և ներվային համակարգի, և ամենակարևորը, այն ունի բուժիչ հատկություն, որ բարձրացնում է տրամադրությունը և ճախրում ես բալենիների այդ փողոցով, ինչու, որովհետև այն չափից շատ առողջարար է հենց ինքը իրենով նրա համար, որ պարունակում է մեծ քանակությամբ և ծաղիկները, և այս նոր ծնված տերևները, և պտուղը, և նաև բալիկորիզը, այն ամբողջովին առողջարար է, այս ծաղիկները օգտագործվում է թուրմի տեսքով շաքարային դիաբետով հիվանդների համար, տերևները օգտագործվում է, եթե մենք աղում ենք մաշկային հիվանդությունների համար, նաև տերևները որպես թուրմ օգտագործում ենք, որպեսզի մեր ամբողջ օրգան համակարգերի վիճակը կարգավորի։ Այն նույնպես բուժիչ է նրանով, որ պարունակում է իր մեջ միկրոէլեմենտների, վիտամինների հզոր քանակություն և պատկերացնում եք, սիրելիներս, մենք դա օգտագործելով լինում ենք առողջ։ Ես ուզում եմ ասեմ, բալը, կարելի է ասել մեր հայտնի բալը, որ աշխարհում բալ չկա, միայն կա մեզ մոտ այն բալը, որը չափից ավելի առողջարար է և սիրտանոթային համակարգի, և հակախոլեստերինային է, հակաբորբոքային է, հակամիկրոբային է, այն նաև կարգավորում է շաքարի տոկոսը արյան մեջ և թույլ չի տալիս, որ մեր օրգանիզմը հիվանդանա ուռուցքային հիվանդություններով, բարձրացնում է դիմադրողականությունը, այն բավականին կալորիականությամբ ցածր է, օգտագործել կարելի է և շաքարային դիաբետիկներին, և բոլորին, ովքեր խնդիր չունեն անգամ և ունեն, որպեսզի կարողանան իրենց օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնել։ Պատկերացնում եք, խոսում եմ Ամերիկա, Ֆրանսիա, բալ ուզում են, ցանկությունները մեծ է, բայց իհարկե օգտագործում են միայն ով հայերս, որը ամենահրաշալի Աստծու կողմից ընտրված ազգն ենք, ուղղակի մենք մի քիչ չենք հետևում մեզ, մտածելով, որ առողջությունը հավիտենական է։ Ոչ, սիրելիներս, առողջությանը պետք է հետևես, առողջությանը պետք է դու ինքդ կարողանաս այնպես անել, որ աշխատի քեզ համար, ճիշտ սննդակարգով, ճիշտ չափաբաժնով, ֆիզկուլտուրայով և ամենակարևորը բարձր տրամադրությամբ, որովհետև եթե ներվային համակարգը խաթարվում է մարդու, ապա ներվային համակարգի խաթարվելուց է սկսում բոլոր հիվանդությունները։ Երջանիկ եղեք, ժողովուրդ ջան, կասեք գումարային խնդիր, իհարկե, գումարային խնդիրը շատ կարևոր է, բայց կան, չէ՞ որ ունեն գումարներ, բայց երջանիկ չեն, ուրեմն ապրենք նրանով, որ ունենք արև, որ ունենք հող, որ ունենք հրաշալի բնություն և հրաշալի մրգեր, որ աշխարհը չունի։ Առողջ եղեք։